փաստաթուղթը ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանին անվանում են դավաճան, կապիտուլյան։ Այսինքն Հայաստան դաշինքը, որ գա իշխանության, չեղարկելու է այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը արդեն ստորագրված է։ Նախ այդ փաստաթուղթը, որ ստորագրվել է, պետք էր լուրջ քննարկման առարկա դառնար եւ նաեւ ազգային ժողովում հավանություն ստանար։ Ինքն չէ ասել, որ հրապարակում գալու եմ եւ ձեզանից յուրաքանչյուրից հարցնելու եմ։ Փաստաթուղթը ստորագրված է, ռազմավարական շատ կարևոր կետեր եւ տարածքներ հանձնված է։ Հիմա այդ ամենը չեղարկել նշանակում է չգնահատել իրադրությունը։ Հայաստան դաշինքը ղեկավարի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կքննարկի լուրջ կգնահատի ստեղծված իրադրությունը, որից հետո համապատասխան որոշում կընդունի։ Մենք պետք է մեր ազգային եւ միջազգային երաշխիքները ավելացնենք անվտանգության ոլորտում, որպեսզի կարողանանք համապատասխան այսպես լուծում տալ այդ փաստաթղթին նաեւ։ Գերիների վերադարձը ինչպես է կյանքի կոչում։ Գերիների վերադարձը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով։ Դե հիմա էլ են բանակցում։ Դե հիմա բանակցում են, իրենք ադրբեջանցիները չեն կատարել այդ գերիների վերադարձի կետը եւ այսօր միջազգային հանրությունը եւ այսօրվա իշխանություններն էլ ոչ մեկը չեն քննադատում Ադրբեջանին, ոչ մեկը չի։ Դուք Քոչարյանն ինչ է անելու, որ միջազգային հանրությունն ասի Ադրբեջան։ Ես արդեն ասացի, առաջարկում եմ դրանից ավել չխորանալ։ Կգանք իշխանության, կլուծենք այդ։ Չէ, բայց դուք պետք է ասեք ոնց, որ ցես քվետան, ոչ թե գաք իշխանության եւ նոր անցեք։ Հիմա ասում եմ կգանք իշխանության, կասենք։ Այ ինչն է խանգարում, որ միջև գալը ասեք։ Չեմ ասում հիմա, չգիտեմ։ Ինչու։ Ես ասել եմ, երբ ես լինեմ, ես ամրագրելու եմ, հայտարարելու ենք, որ արտաքին ներքին քաղաքականությունը պետք է փոխվի։ Բոլոր նախկինում ստորագրված փաստաթղթերը, պայմանագրերը վերացնել։ Ամրագրել նոր փաստաթղթեր։ Ատրպատական իր Բաքուրակերտ մայրաքաղաքով ոչ թե Ադրբեջան, այլ հայկական տարածքներ։ Արցախը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, ինչպես նաև Ատրպատականը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, նահանգներից մեկը, ասենց ասեն։ Արևմտյան Հայաստան, ոչ թե Թուրքիա, Կիլիկիա, Նախիջևան, հայկական տարածք։ Բաթումի, Ջավախ, Կախարցկը հայկական տարածքներ։ Ու այդ դեպքում քաղաքականությունը փոխելով միջազգային կոչվող վիժվածքներին կպարտադրեն, որ մենք ենք զոհի կարգավիճակում, մենք ունենք ազատագրվելու խնդիր, այլ ոչ թե ու մենք ենք այս պահին ագրեսոր հանդիսանում Թուրքիա, Ադրբեջանը, Իսրայելը եւ այլ, Ռուսաստանը եւ այլ։ Միջազգային նորմա իրանց կողմից գրած, որից մեկը չի կարող այդ նորմի վրայից թռնի։ Սրանք տարբեր քաղաքական դիրքեր են, տարբեր պրոցեսներ են, հասկանում եք։ Այլ ոչ թե հսես կանենք, դեն չի, քաղաքականություն ուղեղի խաղ է։ Ու ճիշտ պիտի թե բնորոշես, թե ներկայացնես, թե պահանջես եւ այլ։ Իսկ մարդ հոգետան կոսնենք, խփենք, կմտնենք Ադրբեջան, չի այ հիմարներ, այ տխմարներ։ Մինչև ներքին արտաքին քաղաքականությունը, քո ղեկավար կոչված համակարգը, որը ազգային պետականամետը մինչև չփոխես, չվերացնես սրա, դու չես կարող արտաքին քաղաքականության մեջ հաղթանակ ունենալ։ Չես կարող։ Դու որ գնաս հիմա այո, ճիշտ ասում եմ, վիժվածք են քորը, որ դու գնաս մտնես Ադրբեջան է, դու բանը չես կարող ասնել։ Քեզ բոլոր միջազգային անմիջապես տեսեք անջատում են էլի տականքները։ Անմիջապես կգլխատեն, պատժամիջոցներ կիրառեն, կբերեն միջազգային զորքերին կտեղաբաշխեն, անգամ քո Հայաստանը քո ձեռից կվերցնեն։ Դրա համար է առաջնային խնդիրը ներսի թշնամուց ազատագրվելն է, փոխել ամբողջ բանակցային պրոցեսը
բանակցային փաթեթը վերացնել նախկինում ստորագրված պայմանագրերը, փաստաթղթերը, որտեղ սրանք ապօրինի են, անօրինական են եւ պետական դավաճաններ, իշխանություն, ռեժիմ, որը զավթել է ՀՀ իշխանությունը 1998 թվականից, փոխելով բանակցային ամբողջ փաթեթը, դնել պահանջատեր լինել, եւ մենք ազատագրվում ենք, դրանից հետո նոր միայն Կարանք մտնենք Բաքուել, կարանք մտնենք Թուրքիայ, Արևմտյան Հայաստանել, հա, Կիլիկիայել, Նախճիվանել, վերցնենք, պահանջենք միջազգայիններին ստիպենք, որ պարտադիր պետքա մենք ենք զոհը։ Բայց ցեղասպանությունները 15 թվական, քիչ եք ճանաչում։ Սումգայիթ Բաքու, 4 հատ ատոմային պայթուններ, որը ներկայացվեց որպես երկրաշարժ, Կորցո օպերացիա, տնտեսության արդյունաբերության թալան եւ այլ հարստությունների այս ում ձերքին է այս գտնվում Հայաստանի ազգի հարստությունները հանքերը էներգո համակարգ տրանսպորտ կապ այս բոլորը այս դիժվասքների ձերքին է դրա համար է ձեր բանես թոշակները 20000-ը նրանք էլ վզները այսքան հաստացած հազարավոր բաներ են պահում, ճորտեր են պահում ձեր նման։ Բայց դրանք ձերն են։ Իսկ դուք ձերը տվել եք այս վիժվածքներին, նրանք էլ ձեզ արունն էլ հետն են ծծում։ Հասկանում եք ինչու՞նն է։ Ամբողջ խնդիրը ինչու՞նն է կայանում։ Բարեք միացեք արա։ Վատ բան եմ ասում։ Ձեր իրավունքներն են պաշտպանում։